Adobe Photoshop-ի 27.6 տարբերակում ավելացվել է մի նոր հնարավորություն, որը թույլ է տալիս ավտոմատ ձևով գտնել և ջնջել դատարկ շերտերը, ինչպես նաև անվանափոխել այն շերտերը, որոնք չեն համապատասխանում ձեր փաստաթղթին կամ եթե դուք մոռացել եք նրանց անվանափոխել։ Եկեք տեսնենք, թե դա ինչպես է աշխատում։ Ենթադրենք ունենք մենք այս շերտերի կառուցվածքը, որտեղ դուք տեսնում եք ունենք երկու հատ դատարկ շերտ, ինչպես նաև ունենք մեկ շերտ, որը եկել էր իր սկզբնական անունով։ Այդ հրամանը մենք կարող ենք գտնել մեր layer շերտի ներքևում սեղմելով այս այկոնի վրա, որը կոչվում է layer cleanup, կամ կարող ենք նրան ակտիվացնել սեղմելով որևէ շերտի վրա, որը կբացվի մեր մենյուն և այնտեղից նույնպես ակտիվացնել։ Այս վահանակում մենք ունենք delete empty layers և rename layers հնարավորությունը, որը կարող ենք կիրառել ինչպես ընտրված շերտի վրա, այնպես էլ ամբողջական դոկումենտի համար։ Եթե մենք այժմ ընտրենք ամբողջական դոկումենտ և ակտիվացնենք delete empty layers, դրանից հետո կիրառենք apply, ապա դուք կտեսնեք, որ այս հրամանը կվերացնի մեր դատարկ շերտերը։ Այժմ եկեք տեսնենք, թե ինչպես է աշխատում rename layers հնարավորությունը։ Մենք ունենք ձեր հետ երկու հատ շերտ, այս մեր շերտերի կառուցվածքում, որոնց անունները չեն համապատասխանում նրանց բովանդակությանը կամ ամբողջական այս մեր փաստաթղթի բովանդակությանը։ Եթե մենք ընտրենք այս երկու շերտերը և ակտիվացնենք layer cleanup, այստեղ ակտիվացնենք rename layers և տանք selected layer և տանք apply, ապա դուք կտեսնեք, որ այս երկու շերտերը անվանափոխվեցին համապատասխան մեր դոկումենտի։ Այդ նույնը նաև կարելի էր անել ամբողջ դոկումենտի համար, եթե մենք այստեղից selected layer-ի փոխարեն տայինք entire document հրամանը։ Սա հնարավորություն է տալիս արագ գտնել և անվանափոխել շերտերը Adobe Photoshop-ի նոր տարբերակում։